Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք հարցազրույցների շարքը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է տվյալ.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղացի Թավադյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր քննարկենք աշխատավարձերը, հասկանանք դրանք ինչ են, ինչպես են աճում, ինչպես է փոփոխվում աշխատավարձի չափը եւ դրա մեջ ինչեր են ներառվում, որ մենք հաճախ խոսակցական լեզվով ասում ենք կեղտոտ եւ մաքուր աշխատավարձ, դրա մեջ ինչ հարկեր են ներառվում, արդյոք դա հենց աշխատողի պարտքն է, որ պիտի ինքը վճարի այդտեղից հարկեր, թե գործատուն է վճարում, ցած գլոբալ հասկանանք աշխատավարձ ասվածը ինչ է։ Ընդհանուր առմամբ եւ կառավարության եւ ժողովրդի կողմից տարբեր թյուր պատկերացումներ կան աշխատավարձի մասին, աշխատավարձի ֆոնդի մասին, նա իրանից ինչ է ներկայացնում, ինչի համար է աճել, որտեղ օրինակի համար կառավարությունը ներկայացնում է, որ տեսեք աշխատավարձի ֆոնդը բավականին աճել է 2 եւ ավել անգամ 18 թվականից սկսած եւ տեսեք մենք ինչքան լավ ենք աշխատել դրա համար, պետք է հասկանանք ինչի համար է դա աճել, որովհետեւ դա աճել է, բայց սովորական միջին քաղաքացին չի զգում այդ աճը եւ մենք կքննարկենք ինչու այդպես է, ընդհանուր առմամբ ունենք նաև աշխատավարձի զգալի աճ, եթե նայենք կեղտոտ աշխատավարձը, որ նույնպես կքննարկենք, որ սակայն շատերս հասկանանք դա իրենից ինչ է ներկայացնում, ապա 2018 թվականին Հայաստանի Հանրապետություն միջին աշխատավարձը կազմում էր 172,000 դրամ, այս պահին ակնկալվում է, որ տարվա վերջում լինելու է մոտավորապես 300,000, 310,000 դրամ։ Ընդհանուր առմամբ բավականին էլի ստեղ զգալի աճ ունենք, ավելի մոտավորապես 70%, բայց ինչին վիճակագրական քաղաքացին դա չի զգում եւ հասկանանք ինչի համար։ Եվ ընդհանուր առմամբ նաեւ հարկերի տեսանկյունից հասկանանք ինչի է կատարվում ընդհանուր առմամբ տարբեր աշխատավարձ ունեցող մարդկանց մոտ ինչպիսի հարկեր են վճարում։ Առաջին հերթին հասկանանք ինչի միջին վիճակագրական քաղաքացին չի զգում, որովհետև ընդհանրապես շատերը չեն նույնիսկ կառավարությունը չեն տարբերում միջին աշխատավարձը եւ միջին մարդու աշխատավարձը։ Առաջին հայացքից սրանք նույն բանն են թվում, բայց սրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Օրինակի համար, եթե պատկերացրեք 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում արկա էր 5 հանց, բարձրության համար եմ ասում 5 ընտանիք, որոնք համապատասխանաբար ստանում էին 1, 2, 3, 4 եւ 5 դրամ, ապա եթե գումարենք այս ամեն ինչը բաժանենք 5-ի վրա, կստանանք, որ միջին աշխատավարձը այն ժամանակ 3 դրամ էր։ Այս պահին վիճակը փոխվել է Հայաստանի Հանրապետությունում, հիմնականում վիճակը փոխվել է այս ուղղությամբ։ Այդ նույն 5 մարդիկ, 5 ընտանիքները ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ։ Այսինքն հիմնականում ասենք հարուստների աշխատավարձը 2 անգամ աճել։ Եվ ինչ ենք ստանում, եթե այդ թվերը գումարենք իրար բաժանենք 5-ից, ստանում ենք 4 դրամ։ Այսինքն տեսնում ենք, որ միջին աշխատավարձը 3 դրամից աճել է 4 դրամ, բավականին, ասենք 25-30% աճ միայն այդ բանի հիման վրա եւ կարանք հայտարարենք, տեսեք ինչ է լավ։ Այսինքն այս պարագայում, ինչպես շատ պարագայում տնտեսական ցուցանիշները, եթե նայենք, այդ զուտ տնտեսական ցուցանիշները ամբողջական պատմությունը չի պատմում։ Նույնն էլ միջին ցուցանիշները, միջին աշխատավարձը, որտեղ այս օրինակում մենք տեսանք, որ միջին աշխատավարձը 3-ից դառավ 4, սակայն միջին ընտանիքի աշխատավարձը ոնց որ մնացել էր 3 դրամ, նույն 3 դրամը մնաց։ Այս պարագայում է, որ շատերս նույնիսկ էկոնոմիկայի նախարարը սա չի տարբերում, կառավարության անդամները շատ չեն հասկանում, որ միջին աշխատավարձը ու միջին մարդու աշխատավարձը տարբեր բաներ են, եւ ընդհանուր առմամբ եթե ուզում եք տեսնել ինչ է կատարվում տնտեսությունում, մենք առաջին հերթին պիտի նայենք միջին մարդու աշխատավարձը, որովհետեւ ճիշտ է միջին աշխատավարձը բավականին 70%-ով աճել է այս ընթացքում, սակայն եթե ուշադրություն դարձնենք մեդիան աշխատավարձին, այսինքն միջնակետին կամ միջին մարդու աշխատավարձին, ապա միջին մարդու աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում այս պահին կազմում է կեղտոտ աշխատավարձի մասին է խոսքը մոտ 240,000 դրամ, եթե հարկերը, այսինքն 310,000-ից դասանք 240,000, եթե հարկերը հանենք, ապա այդ թիվը դառնալու է մոտ 175,000 դրամ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում այս պահին աշխատողների կեսից ներքևը, այսինքն կեսը ստանում է 175,000 դրամից ավելի քիչ
մաքուր աշխատավարձ։ Իսկ եթե նայենք ներքևի 25%-ը, ապա ինանք ստանում են 120-125 հազար դրամից ավելի քիչ աշխատավարձ։ Եվ այս պարագայում, ասենք, կառավարությունը մեկ ամիս առաջ այնց զարմանում էր, ասում էր, տեսեք, մենք ունենք հնարի աճ, ընդհանուր աշխատավարձի աճ բավականին, սակայն աղքատությունը չի կրճատվել։ Ինչի՞ չի կրճատվել։ Որովհետև միջին մարդու աշխատավարձը չի բարձրացել։ Միջին, տեսեք, եթե գնաճը հանենք, գնաճ եւ այլ ֆակտորները հանենք, ապա ոչ, չի բարձրացել։ Եվ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, թե ընդհանուր ինչի համար է մեր աշխատավարձերը աճել, եւ մեկ հետաքրքիր բան, ասենց փաստարկ բերեմ, վիճակագրություն բերենք, որը բավականին խոսում է, այն, որ ընդհանուր խոսում է աշխատավարձային ֆոնդի մասին, տեսեք ինչքան աճ են արձանագրել 2 անգամ եւ այլ, բայց ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 80%-ը գեներացվում է քաղաք Երևանում։ Այն էլ ոչ ընդհանուր քաղաք Երևանում, այլ կենտրոնում։ Որովհետև մեծամասնությունը կենտրոնում են։ Այո, թե աշխատուժը, թե օֆիսային տարածքները, բնակչության մեծամասնությունը, բայց հիմնականում հարուստներն են կենտրոնում, սա պետք է հասկանանք, այսինքն իրենց աշխատավարձը աճել է, ընդհանուր աշխատավարձային ֆոնդի մեծացել է Երևան քաղաքում։ Իսկ եթե մարզերը նայենք, մարզերը, ասենք, ոնց որ նույն վիճակում մնացել են, հատկապես ասենք Երևանին հարակից մարզերի մասին չի խոսք, ասենք Գեղարքունի, իրենք ոնց որ ապրել են, նույնպես շարունակում են գոյատևել ապրել։ Եվ իսկ այնտեղ աղքատության մակարդակը ավելի բարձր է։ Այո, եւ ասենք սա առանձին կքննարկենք իհարկե, բայց օրինակի համար Գեղարքունիքի մարզում 2 անգամ ավելի շատ պետական աշխատատեղեր կան, քան ոչ պետական, այսինքն զուտ Գեղարքունիքի մարզը ապրում է պետական աշխատատեղերի հիման վրա։ Իսկ պետական աշխատատեղերը ավելի քիչ են տալիս, քան ասենք մասնավոր։ Սա առանձին քննարկելու հարց է, բայց վերադառնանք այդ 80%-ին եւ ընդհանուր առմամբ ինչի համար է մեր ընդհանուր աշխատավարձերը աճել։ Առաջին պատճառը այն է, ոնց որ անցած շաբաթ քննարկեցինք, որ եկամտահարկի հենց որ համահարթեցվեց, կրճատվեց, հարուստները սկսեցին գրանցել իրենց աշխատավարձը, որովհետև առաջ եթե մոտավորապես 36% էր եկամտային հարկը, եկամտային հարկը մինչև 2019 թիվ եւ մեծահարուստները չէին գրանցում իրենց աշխատավարձերը խուսափում էին տարբեր տեղանակներով, ապա հենց որ սկսեց համահարթեցնել, իրանք սկսեցին գրանցել իրենց աշխատավարձը, սա բերեց նրան, որ եթե առաջ 1 միլիոն էին գրանցում իրենց աշխատավարձը, հիմա հանգիստ 10 միլիոն գրանցում են, այսինքն այս էֆեկտը տեսնում ենք, մնացած աշխատավարձը չփոխվեց, իրանք սկսեցին գրանցել։ Հաջորդը այն էլ, որ 2022 թվականին բավականին մեծ քանակությամբ փողեր եկան Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից արտահոսած գումարների 18% եկավ հանգրվանեց Հայաստանի Հանրապետություն, որը մենք քննարկել ենք մեր նախկին թեմաներին, եւ առաջին հերթին ուր եկավ բանկային համակարգ։ 2022 թվականին բանկային համակարգի զուտ շահույթը 3 անգամ աճեց։ Այսինքն ոչ թե եկամուտի մասին ենք խոսում, այլ զուտ շահույթը 3 անգամ աճեց։ Եվ եթե մենք ունենք, ասենք, այս պահին 18 բանկ, եւ այդ 18 բանկում ենթադրենք կա 4 անձ ամեն մի բանկում, որոնք մեծահարուստ են, ասենք, իրենց 10 միլիոն եւ ավել աշխատավարձ են գնում, ապա մենք Հայաստանի Հանրապետություն բավարար է, ասենք, չգիտեմ, 4 անգամ 20 բանկ, մոտավորապես 100 անձ մեծահարուստ ունենան, որոնց իրենց աշխատավարձը բավականին գրանցեն, որ մեր ընդհանուր միջին աշխատավարձը զգալի բարձրանա։ Սրանք հիմնական ու մենք տեսնում ենք, որ ինչի համար է կենտրոնացած Երևան, որտեղ ՏՏ ոլորտի եւ բանկային ոլորտի աշխատավարձներն են բավականին աճել։ Այսինքն, եթե մենք, որոնք հենց կենտրոնացված են Երևանում, եւ եթե մենք նայենք ընդհանուր շղթան, ես ասացի 2018 թվականին 172,000-ի միջին աշխատավարձը, ակնկալվում է, որ 25 թվականի վերջին 310 են միջին աշխատավարձը, սակայն նաեւ ասացինք, որ միջինը, ասենք, մեդիանը չի, սա քննարկեցինք։ Եթե նայենք ամենաերկու բարձր աշխատավարձերը, դրանք ՏՏ ոլորտն են, որը 2018 թվականին միջին աշխատավարձը այնտեղ 566,000 դրամ էր, ապա այժմ 1 միլիոն դրամը գերազանցում է, 1 միլիոն 50,000 է ակնկալվում։ Երկրորդ տեղում արդեն բանկային ոլորտն է, որը զարմանալիորեն, եթե բանկային ոլորտը, այսինքն այստեղ զուտ ֆինանսական եւ ապահովողություն, բայց հասկանալի է, բանկային ոլորտն է, որտեղ միջին աշխատավարձը 380,000 է 18 թվականին, ապա 22 թվականից սկսեց գալիորեն աճել եւ այս պահին գրեթե 1 միլիոն դրամ է բանկային ոլորտում։ Սա ինչ է նշանակում, որ եթե ես ենթադրենք տնտեսագիտական ինչ որ համալսարանի ֆինանսների ֆակուլտետն եմ ավարտել, ապա ես կարող եմ ակնկալեմ այսպիսի միջին աշխատավարձ բանկային համակարգ, 900,000 կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ, դու հասկանալի է որ չէ։
Այսինքն այնտեղ մի քանի հոգի կա բանկային համակարգում, որոնց իրանց բավականին բարձր գումարներ են գրել 1 միլիոն, 10 միլիոն եւ այլն, եւ դրա համար բան արել եւ մեդիան աշխատավարձ բանկային համակարգում մոտ 400,000 դրամ է, այսինքն մարդը եթե բանկային համակարգում է աշխատում 50%-ը 400,000 դրամից ավել է ստանում մոտավորապես 50%-ը 400,000 դրամից ավել, իսկ ամենատարածված աշխատավարձը սա արդեն վիճակագրություն ենք անցնում, սա մոդն է, ամենատարածված աշխատավարձը դա սպասարկող ոլորտի աշխատավարձն է բանկային համակարգում, որ ստանում են, չգիտեմ, այնտեղ մի 125-150,000 դրամ աշխատավարձ, այսինքն եթե գնաս մի անգամից այդ աշխատավարձն ստանալ, այսինքն սա պիտի մենք հասկանանք։ Հաջորդիվ ես ասացի, որ հենց այս երկուսն են աճել, բանկային ոլորտի աշխատավարձերը եւ ՏՏ ոլորտի աշխատավարձը, մենք հենց կենտրոնացված են Երևան քաղաքում եւ սրա արդյունքում մենք տեսնում ենք, որ աշխատավարձի ֆոնդի 80%-ը կենտրոնացված է Երևան քաղաքում։ Կարելի ասել է հնայի նման տնտեսական բանով փուչիկ են ստեղծում այս տվյալների համակարգում։ Իրանց այս շատ լինելով, այսինքն բարձրանում է, ընդհանուր թիվը մեր մոտ ցույց է տալիս, որ բարձրացավ, բայց հիմնական իրական պատկերը դառնում է, որ չէ, իրականում չէր բարձրացել։ Տեսեք, փուչիկը մի քիչ սխալ է ասած, որովհետև փուչիկը ակնկալում է, որ այն պայթելու է մի օր, այս բaragայում չէ, սակայն պիտի հասկանանք, որ ասենք ագրեգացված, ընդհանրացված թիվը դա, ասենք, լիարժեք պատկերը չի ներկայացնում։ Սպիսի կատակ կա, որ վիճակագիրը միակ մասնագիտությունն է, միայն մասնագետն է, որը կես մետր միջին ջրում կարա խեղդվի։ Հասկանալի է։ Սա այս պատմության մեջ է, որ եթե մենք ունենք, ասենք, ենթադրենք միջին աշխատավարձը, նույնը միջին, այնտեղ 185 կամ 300,000 դրամ է, դա ընդհանուր պատկերը ցույց չի տալիս, որովհետև այդ 300,000 դրամ մեջ կարաս խեղդվես, այսպես ասած։ Ու այստեղ պիտի մենք ընդհանուր առմամբ ավելի լավ վիճակագրական կրթություն իմանանք, որովհետև եթե վիճակագրական կրթություն չունենք, վիճակագրությունից լավ տեղեկ չունենանք, ոնց որ գալիս է այն Հեմինգուեյի ասվածը, որ կա ճշմարտություն, կա սուտ, կա ավելի վատ սուտ եւ կա վիճակագրություն։ Եվ վիճակագրությունով կարելի է բավականին, ասենք, բավականին շեղել մարդուն։ Եվ մենք արդեն քննարկել ենք սա հնայի ժամանակ, այսօր մենք իրար հնային քննարկեցինք, որտեղ հնայի ցուցանիշը զուտ, եթե ունես 8%, 10% կամ 4% հնայի աճ, սա չի ցույց տալիս իրական պատկերը, որովհետև դու այդ աճը կարող է պետական պարտքը մեծացնես ունենաս, կարող է հանկարծակի շահում ունենաս, պետական պարտ, ասենք լոտոյի շահը քո ընդհանուր եկամուտները մեծացել են, հնան մեծացել է, կամ կարող է զուտ աշխատել ես քո քրտնաջանքով 4% ես ապահովել, բայց ասենք քոնն է եղել դա։ Ասենք սա բան չի ներկայացնում, էլի։ Դրա համար ավելի սենց նորից նշեմ, որ տնտեսագիտությունը ավելի սենց պեչի մակերեսոնային մոտենալ, ավելի խորա պիտի նայել, որովհետև զուտ եթե ցուցանիշը նայում ենք, դա լիարժեք պատմությունը չի կարող ներկայացնել եւ կարող է այտենց թյուր ըմբռնում ստեղծել, որ տեսեք մենք աճ ենք արձանագրում, ուրեմն լավ է ամեն ինչ։ Հասկանալի է։ Այդ աճի արձանագրելուց հետո պիտի ես ենթադրում եմ, քանի որ ես տնտեսագետ չեմ, պիտի նաև նայել թե իրականում այդ աճի եւ իրական կյանքում մարդու վրա ազդեցությունը ինչքանով փոխվեց։ Այո, դրա համար եմ ասում, մեր կառավարության անդամները հստակ պիտի տարանջատեն միջին ցուցանիշները, միջին աշխատավարձը եւ միջին մարդու աշխատավարձը եւ ճիշտ է, ասենք, մեր վիճակագրության ծառայությունը ընդհանուր առմամբ մեդիանը կամ միջին մարդու աշխատավարձը չի ներկայացնում, սակայն ես դա իմ մեթոդաբանության հաշվարկել եմ եւ ունեմ այդ տվյալները, որոնք ներկայացրած են իմ կայքում տվյալ.com ընդհանուր առմամբ սա պիտի հասկանանք եւ ընդհանուր առմամբ եթե մենք նայենք աշխատավարձերը եւ ասենք յուրաքանչյուր խավ ինչպիսի աշխատավարձեր ստանում, նաև պիտի գնաճ հաշվարկենք, որովհետև ճիշտ ասենք աշխատավարձը ներկայացված է, կեղտոտ աշխատավարձը, այսինքն հարկերը ներառյալ, սակայն տարբեր գնաճ բոլորիս վրա նույն ձև չի անդրադառնում, ասենք տարբեր խավեր տարբեր ձև են զգում գնաճը եւ ընդհանուր առմամբ տարբեր խավերի մոտ տարբեր ձև է աճում աշխատավարձը, ոնց որ ասացի հիմնականում եթե նայենք ամենաշատը բարձր խավի, այսինքն եթե նայենք բարձր խավի աշխատավարձերն են աճել 2018 թվականից
ավելի քան 100%-ով, սակայն ասենք ցածր խավի աշխատավարձերը մոտ 20%-ով են աճել այս վերջին տարիների ընթացքում, եւ եթե գնաճը հաշվի առնենք, որը միջինը, ասենք, այս վերջին տարիների ընթացքում կումուլյացիա մի 25% է, ապա ցածր խավի աշխատավարձի աճ գրեթե չի զգացել։ Հասկանալի է, սա ասենք դրա համար է աղքատությունը չի կրճատվել, բայց տեսնում ենք, որ ասենք ծառայությունները էլ ավել են մեծացել, Երևանի կենտրոնում շատացել են, ասենք ռեստորանները, ինչի համար ասում են, տեսեք ինչքան շատ ռեստորան կա քաղաք Երևանում, ուրեմն լավ ենք ապրում։ Պարզապես այդ հարուստների մոտ էլ ավելի շատ փող առաջացել, իրանք իրենց կարող են թույլ տալ ամեն օր կամ գրեթե ամեն օր գնալ իրենց վայելել, իսկ մնացածս, այսպես ասած, ոնց որ ապրում ենք նույն ռոճիկով, նույն ձև շարունակում ենք ապրել ռոճիկով, որոշակի աճ կա իհարկե, բայց դա, ասենք, գնաճի հետ համահունչ չէ, որովհետև այս վերջերս էլ, ասենք, սննդամթերքի մեջ մղատնամթերքի գինը օրինակ համար բավականին բարձրացավ, եթե առաջ 500-550 դրամ էր սմետանը, հիմա 650-700 դրամ է սմետանը, որ զգալի է հասարակ քաղաքացու համար։ Եվ 100-ից ավել դրամ է։ Այո, եւ ընդհանուր առմամբ գնաճը տարբեր քաղաքացիների մեջ տարբեր ձև է զգացվում ընդհանրապես, սա մի ցուցանիշ չէ, այս պահին 3% է պաշտոնական գնացը, բայց էլի նույն ձև ասեմ, այս միջինացված ցուցանիշը խափուսիկ է նույնիսկ գնաճի, որովհետև 150,000 ստացողի մոտ գնաճը այլ տոկոսային կետում կլինի, 200-ում այլ, 300-ում այլ։ Այո, բացի այդ, ինչ տեսեք, բանը գնաճը ընդհանուր զամբյուղ է, մեջը մոտավորապես 400 ապրանք կա, որոնք բաշխված են, եթե չեմ սխալվում, 13 խմբի մեջ։ Այդ 13 խմբի մեջ սննդամթերքը մի խումբն է, որը ամենաշատ գնաճն է արձանագրում։ Իսկ ընդհանուր գնաճի այդ զամբյուղի մեջ սննդամթերքը բավականին համեստ կշիռ է կազմում, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այն մարդիկ, ովքեր այսպես ասած 100-150,000 դրամով են ապրում, իրանց մեծ մասը գնում է սննդամթերք, 50-60%-ը եկամտի գնում է սննդամթերքի առմամբ, այսինքն միգ, բանջարեղեն, միս եւ այլն, բայց դրանք հիմնական աճ արձանագրող ապրանքներն են, որոնք ոչ տարեկան 3% գնաճով աճում, այլ 9%, 10%, այսինքն այդ մարդիկ, որոնք այդքան մեծ աշխատավարձի աճ չեն տեսել, հիմնականում հարուստներն են տեսել, այլ ավելի շատ փող են տալիս սննդամթերքին։ Նույնն էլ միջին խավ, առաջին հայացքից կթվա, որ միջին խավը լավ է ապրում, բայց դա այդպես չէ, որովհետև միջին խավի, ասենք, եթե 25-30%-ն են ծախսում սննդամթերքի համար, բայց մի 15% ծախսում են արդեն տրանսպորտի վրա, որ էլ ավելի թանկացել է այս վերջին շրջանում։ Այսինքն իրանք էլ նույն քանակությամբ ծախսեն արձանագրում։ Սա հստակ պիտի հասկանալ։ Այսինքն մենք ֆիքսում ենք, եթե մարդու աշխատավարձը չի բարձրանում են իր կողմից ծառայությունների ընդունող, այսինքն ծառայությունները երբ որ մատուցվում են, մարդը դրանից օգտվում է, դրանց գումարը սկսում է բարձրանալ, այս դեպքում մարդը իր վրա զգում է գնաճը շատ ծանր ձևով եւ աշխատավարձային ֆոնդը փոփոխություն չի կրում, բայց դրան զուգահեռ նաեւ հրապարակված տվյալները մեզ հրամցնում են այնպես, որ տեսեք կա աճ աշխատավարձային։ Ընդհանուր առմամբ կառավարությունը հակված է ցուցանիշները ներկայացնել մենակ դրական լույսի ներքո, որովհետեւ ասենք ինչքան դրական ներկայացնի, այնքան արտասահմանից ներդրումներ կարող է ներգրավել, սակայն եթե լիարժեքորեն չես հասկանում, որտեղ է թաղված, այսպես ասած, շունը վիճակագրական ցուցանիշների մեջ, ապա դու այդ կես մետր ջրում կարաս խեղդվես, որտեղ չես տեսնի իրական պատկերը հանրապետությունում, չես տեսնի այն նյուանսները, որոնք ցույց են տալիս ինչ է իրականում կատարվում, որովհետև մեր կառավարությունը նույնպես նշեց, որ տեսեք մեր աճը բավականին աճ ունենք աշխատանք, բայց աղքատությունը չի կրճատել եւ իրանք էլ էին զարմացել ինչի աշխատությունը չի կրճատել եւ եկան այն եզրակացության, որ հենց մարդն է ինքն է մեղավոր, որ կրթություն չունի, դրա համար իր աշխատավարձը չի աճում, այսինքն դու ես մեղավոր, որ քո աշխատավարձը չես աճեցնում, կրթություն չունես, բայց տեսեք դառը իրականությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավոր բնակչության 6-ից 1-ը սև ցուցակում է բանկային համակարգում։ Սև ցուցակում, այսինքն ունի ժամկետանց եւ չվարված պարտավորություն։
Եվ որտեղից է այս թիվը, որովհետև կառավարությունը այս 25 թվականի սկզբին հայտարարեց, որ 218,000 քաղաքացի կա, անհուսալի վարկերի անհուսալի եւ ժամկետած վարկեր ունի, այսինքն սև ցուցակում են գտնվում մինչև 1 միլիոն դրամ, բայց իրականում թիվը ավելի բարձր է, որովհետև սա 1 միլիոն դրամի շեմն է, այսինքն եթե բոլորին հաշվենք, ոչ միայն մինչև 1 միլիոն դրամ, այսինքն այն մարդիկ, որոնք 2 միլիոն դրամ ունեն եւ ավել, ասենք, թիվը կհասնի 340,000, այսինքն 340,000 քաղաքացի ունենք, որոնք սև ցուցակում են գտնվում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 2.2 միլիոն մարդ երեխաներին հանած եւ տարեցներին հանած աշխատունակ բնակչություն, ապա աշխատունակ բնակչության 16%-ն է մոտավորապես, այսինքն 6-ից 1-ը բանկային համակարգում սև ցուցակում է գտնվում եւ այսպես ասած հարկադիր պարտադրված բանկային համակարգի տակ կոպիտ է հնչում, բայց ստրկության մեջ ներքո է, որտեվ ասենք դա նշանակում է նաեւ այն, որ չի կարող Հայաստանի Հանրապետությունից դուրս գալ, որովհետև ասենք բանկային համակարգում պարտքեր ունի, չի կարա դուրս գա, սա նշանակում է, որ չի կարա գրանցվել որպես օրինական աշխատող, որովհետև եթե օրինական աշխատող գա, գրանցի հարկադիրը գալու է իր աշխատավարձի մեծ մասը տանի։ Սա նշանակում է այն, որ կառավարությունը ստվերն է մեծ, որտեվ եթե տեսնում ենք մեր մոտ աշխատագործազրկությունը մոտ 14-15% է, կառավարությունը պայքարում է սրա շուրջ, բայց չի հասկանում ինչու չի կրճատվում, ինչու է ստվերը, ասենք ուրիշ քայլեր է ձեռնարկում, որ ստվերը կրճատվի եւ այն հույսով, որ սա կկրճատի, բայց այս թիվը 14-15%, ասենք հավասարազոր է աշխատունակ բնակչության 16%-ի, ասենք սեր ցուցակում գտնալ եւ այդ մարդիկ ստիպված չեն կարող գրանցել աշխատավարձ, ստվերում են մնում, ստվերում են աշխատում եւ ստվերում աշխատելով չեն կարող իրենց աշխատավարձը, այսպես ասած, իրենց բարեհաճությունը բարձրացնել, որ կրթություն ունենան, չունենան, եթե ֆինանսական գրագիտություն չունեն, բանկային համակարգի լծի տակ են գտնվում, ոնց աղքատությունից դուրս գան, ոնց այդ 100,000 դրամը հաղթահարեն, եթե ստվերում են գտնվում։ Հասկանալ է, սա մեծագույն խնդիր է եւ սա նաեւ բերում է նրան, որ ասենք բանկային համակարգում բոլոր վարկերի 13%-ը այս ժամկետանց պարտավորություններն են եւ սա նաեւ բեր է բանկային համակարգի վրա, բայց բանկային համակարգն է նաեւ սրան պատասխանատվությունը կրում, որովհետեւ ինքն է այնպիսի գիշատիչ բաների մեջ մտնում, ասենք, որ ստիպում է մարդկանց էլ ավելի շատ վարկ վերցնել եւ այլն, որ հետո փլուզվեն։ Ընդհանուր առմամբ տեսեք, մի հատ հետաքրքիր բան քննարկենք իրար հետ, ՀՄԵԿ-ից հանրային հեռուստաընկերությունից ռեպորտաժ վերջերս ձայնագրեցինք եւ ինձ հարցրեցին, ասեցին, ինչ է կարծում, ինչ պիտի անեն մարդիկ, որպեսզի էլ ավելի լավ ապրեն։ Ես ասեցի ներդրում կատարեն։ Հետո ռեպորտաժ անցավ, ինքս ինձ մտածում, ասում, լավ, ինչու տենց ասեցիր, որովհետև, ասենք, ժողովրդի 6-ից 1-ը, կներեք, 1-ից 6-ը բանկային համակարգում սև ցուցակում է։ 70%-ը ռոճիկ առոճիկ ենք ապրում, այսինքն արամիս, այդ փող ենք հավաքում, բան վերջին օրերը, երբ որ գալիս են, չեն կարող, չգիտենք ինչ անենք, ասենք, բալիկ ջան, արի քեզ այս խաղալիքը չառնեմ, 2 օր, 3 օր սպասի, մինչև նոր աշխատավարձ ստանամ, անեմ 70% ստենք եւ այս պայմաններում ինչպես կանանք ներդրում կատարել մենք, եթե ինչու է այդ խորհուրդ տալիս հանրային աուդիտորիան, եթե ոչ մեկս չեն կարող ներդրում կատարել, բայց պիտի հասկանալ, որ ներդրումը ոչ միայն փողի տեսքով է, այն ներդրումը ինչ է նշանակում իրանից, որ դու այսօր ինչ որ մի բանից քեզ պահում ես, զրկում ես, որպեսզի քո ապագա ես ավելի երջանիկ լինի, եւ դա ոչ միայն կարող է վերաբերվել փողին, օրինակ դու չգիտեմ, այսօր մի գործ ես անում, որ ճիշտ է փող չես ստանում, կամ խոսքի տերն ես լինում, ինչ որ մի դժվար բան ես անում, որ քո ապագա եսը քեզանից շնորհակալ լինի։ Այսինքն նույնիսկ այն մարդիկ, որ նոր են կյանք մտնում, ասենք 18 տարեկան լրացել են, փորձում են տեղավորել իրենց կյանքում, իրանք էլ, ասենք փող չունեն ներդրում կատարել, սակայն ունեն իրենց խոսք, իրենց բան, ասինքն ինչ որ գործողություններ պիտի անեն, ինչ որ բաներ պիտի անեն, որ իրենց ապագա եսը շնորհակալ լինի։ Նույնն էլ վարկն է։ Վարկը պիտի բոլորս հասկանանք, վարկ վերցնելը փողը վերցնել։ Եթե դու այսօր փող ես վերցնում քո ներկա եսի հաջողության համար, որ քո ապագա եսը քաքի մեջ է լինելու, կոպիտ ասած, ապա դու սխալ ես։ Վարկը արդյունավետ չի։ Արդյունավետ չի։ Նույնն էլ պետական պատկի տեսանկյունից։
Եթե դու վերցնում ես դա եւ հասկանում ես, որ դա դնելու ես գործի մեջ, այսօր հոլի պես պատտվելու ես, բայց ապահովել ես ավելի շատ աճ կամ այդ վարկի տոկոսը դույք է, ապա դա արդարացված է, դա գործիք է ֆինանսական։ Բայց այսօր գիշատիչ քաղաքականություն են վարում բանկերը, որ տեսեք, քեզ փող է պետք, արի վերցրա, հաճոյացիր այսօր։ Սա սխալ պատկերացում է եւ բերում է նրան, որ մարդիկ մտնում են բանկային համակարգի, այսինքն վարկային ստրկության մեջ եւ այս տոկոսը օրեցօր արձանում եւ սա բերելն է նրան, որ մեր օֆիցիալ աշխատագործազրկության թիվը չի կրճատվի եւ ասենք նաեւ նրան, որ ասենք բանի մակարդակը, ասենք աղքատության մակարդակը նույնպես չի կրճատվի։ Սա պիտի հասկանալ, այստեղ կրթության հարցը չէ, որ պետությունը պիտի ապահովի ընդհանուր առմամբ պիտի ավելի համակարգային մտածի եւ հասկանա այս միջին աշխատավարձի աճը որտեղից է եկել։ Վերջում տենց ամփոփելով աշխատավարձերի թեման, վերջի տվյալներով մենք արձանագրում ենք, որ կա միջին աշխատավարձի աճ, բայց միջին մարդու աշխատավարձի աճը այդ տվյալների մեջ կորում է։ Այո, եւ ընդհանուր առմամբ այս ամեն ինչից, ասենք, եթե պետությանն ենք վերաբերվում, ուզում եմ հետեւյալ դասը քաղի մեր պետական այրերը, որ ոչ միայն միջին ցուցանիշը պիտի նայել, եթե աշխատավարձի մասին ենք, այլ նաեւ միջին մարդու աշխատավարձը։ Իսկ ինչ վերաբերվում է մեր քաղաքացիներին ու կնդրողներին, ասեմ, առաջինը դու չես կարող ներդրում կատարել, եթե դու վարկ ունես, առաջին հերթին պիտի առաջին հերթին վարկերը քաղես, փակես, եւ երկրորդը, ասենքն, եթե դու ուզում ես լավ ապրես, ինքդ քեզ լավ անես, ապա այնպես պիտի ապրես այս պահին, որ քո ապագա եսը քեզանից շնորհակալ լինի։ Այնպես որ շնորհակալություն անկդրման համար։ Շնորհակալ եմ Սանդ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր տվյալ.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասիթ Ավադյանը։ Կհանդիպենք։